Տիկին Ադամյան, այսօր Երևանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ մասնակցում են այդ գագաթնաժողովին, ինչ կտա սա Հայաստանին ըստ ձեզ։ Ես կարծում եմ արդեն իսկ գագաթնաժողովի կայացման բուն փաստը Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասաց, որևէ մեկ 8 տարի առաջ չէր պատկերացնի եւ չէր հավատա, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կհավաքվեն եվրոպական բոլոր մայրաքաղաքների ներկայացուցիչները։ Սա ֆենոմենալ փաստ է իսկապես եւ այդ փաստը ապացուցում է, որ մեր ժողովրդավարությունը արժեք է ոչ միայն մեզ համար, այլև արժեք է բուն Եվրոպայի համար։ Եվ այդ ժողովրդավարական արժեքների հենքի վրա է մեր համագործակցությունը քաղաքակիրթ աշխարհի հետ։ Ու այդ համագործակցությունը միայն այսպես ցուցափեղկ չի, ցուցադրական չի, եկան, նկարվեցին, զբոսնեցին, շատ հաճելի տեսարաններ, կադրեր, թերևս եվրոպական բոլոր մայրաքաղաքների թերթերի առաջին էջերում հայտնվող լուսանկարներ, ոչ, իրականում այս ամեն ինչը շատ ավելի կարևոր է մեզ համար։ Ես վստահ եմ, որ այս ամեն ինչի հենքում հենց տնվելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման նախադրյալները, այլև այս ամեն ինչի հիմքում լինելու են համագործակցության համաձայնագրեր, որոնք վերաբերելու են մեր էներգետիկ անվտանգությանը, որոնք վերաբերելու են մեր տնտեսական անվտանգությանը, որոնք վերաբերելու են մեր ուղղակի անվտանգությանը, ռազմական առումով անվտանգությանը, իսկ այդ ամեն ինչի հանրագումարում հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զարգացումն է։ Գիտեք, ես այսօր երբ նայում էի եվրոպացիների ելույթները, ես ուզում էի, որ չգիտեմ, գուցե դա մի քիչ ռոմանտիկ հնչի, բայց ես ուզում էի, որ բոլոր հայերը ժամանակ ունենան ու այդ ելույթները նայեն, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, դա իսկապես մեզ համար շատ նոր մշակույթ է ու իրականում մենք շատ քիչ գիտենք Եվրոպայի անցուդարձը։ Մեզ պարբերաբար անդադ ինչ-որ տեղեկություններ են, ասենք, փոխանցվում, այս ղեկավարը էս ասեց, նա այն առարկեց, նա այս տեսակետը բայց դա չի Եվրոպան։ Եվրոպան եվրոպական մթնոլորտն է, Եվրոպան եվրոպական մշակույթն է, եվրոպական քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա։ Այո, երբեմն լինում են կրկնակի ստանդարտներ, հատկապես հիմա տուրբուլենտության այս քաղաքակրթական արժեքների թերևս անվտանգային ճարտարապետության վերանայման, ինչու՞ չէ այդտեղ նաև փլուզման պայմաններում, բայց Եվրոպան այն համախումբն է պետությունների, որ դեռ 19-րդ դարից անվերջ ասում էին Եվրոպայի մայրամուտը, գրքեր էին գրում, Եվրոպան վերջանում էր, իսկ այսօր Եվրոպան կա եւ հզոր կառույց է, եւ Եվրոպան այսօր այն կառույցն է, որը նաև պատրաստվում է իր անվտանգությունը ինքը ապահովել, որը մեզ համար համենայն դեպս շատ կարևոր է, ու մենք այո պետք է ամեն կերպ փորձենք այդ ՆԱՏՕ պլյուսի շրջանակներում եւս համագործակցություն ունենալ։ Այս ամենին զուգահեռ նաև ղարաբաղցիներին են ներգրավում բողոքի ակցիաների, պահանջում են գերիների վերադարձ, նրանց վերադարձի հարցն են բարձրացնում, այն պարագայում, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ գերիների հարցը Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում, նաև երեկ էլ Մակրոնը ասել էր, որ Ալիևի հետ կքննարկի գերիների հարցը։ Ինչ նպատակ ունի առհասարակ այս թեմայով բողոքի ակցիա անելը։ Թուլության, սեփական պարտության ու սեփական, ինչ ասեմ, հայրենիքը չընկալելու, հայրենիքի շահերը չընկալելու, պետությանը դեմ գնալու շատ չնչին շանսեր են։ Դուք դա եք ասում, ես կարող եմ հավելել Հայաստան դաշինքի այսօրվա հայտարարությունը, որ չգիտեմ, հենց կարդացի, մտածեցի, որ սա Մարիա Զախարովան երևի իր ձեռքով անձամբ են գրել, ամենայն դեպս որևէ տարբերություն չկար Սմոլենսկի հրապարակից հնչող պարբերաբար, թե մինչև այս խորհրդաժողովը, թե ընդհանրապես այս խորհրդաժողովի գաղափարը ծնվել է եւ այլն։ Մեզ անverջ մեղադրում են իրենց տեսակետի ցանցանքներում, որոնք իրենք են հենց գործում։ Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ամենայն դեպս ներկայացված է այդ կարգի այսօր հնչած բազում նման հայտարարություններում, բազում նման տեսակետներում, եկեք հասկանանք Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իբրև պետություն աներ քայլեր, որոնք բխում են իր շահերից, ոչ թե նայել շուրջ բոլորը ով ինչ կասի։
Այ մենք անվերջ մտածում էինք հարևան Իրանը ինչ կասի ու Իսրայելի հետ վարի տվեցինք մեր հարաբերությունները։ Մենք անվերջ մտածում ենք Ռուսաստանը ինչ կասի ու դե ֆակտո Ռուսաստանը ինչ անենք թե չանենք ինչ որ բան, միևնույնն է ասում է իր ասածը։ Քայլեր անենք թե չանենք, միևնույնն է անում է իր այն ինչ որ անում է։ Այսինքն այստեղ մենք չենք ընկալում այն նուրբ պահը, քաղաքականության մեջ այն նրբագույն պահը, որ դու պետք է քո շահը պաշտպանես։ Եվ դու քո շահը պետք է պաշտպանես ոչ թե այն մեթոդներով, որոնք քեզ թույլ են տալիս, այլ հնարավոր ու անհնար մեթոդներով։ Դա է ճշմարտությունը։ Ընդդիմադիրները կարծեք թե ծանր են տանում մեր դեպի Եվրամիություն գնալը, մասնավորապես Էդուարդ Շարմազանովը Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցի վերաբերյալ այսպիսի մի գրառում է արել, որ սրանց նպատակը Հայաստանը ու Կրմենիա սարքելն է ու դարձնել միջազգային կենտրոնների բախման թատերաբեմ։ Գուցե Էդուարդ Շարմազանովը պարզապես ուզում էր, որ Հայաստանը դառնա Բելարմ։ Ես չգիտեմ։ Ակնհայտ Զելենսկու ելույթը կարծում եմ բոլորն են լսել, ինչ կար այդտեղ Զելենսկու ելույթում։ Իսկ ինչու պիտի Զելենսկին Հայաստանի Հանրապետություն չգա, կամ ինչու պիտի Հայաստանի Հանրապետության վարչապետը Ուկրաինա չգնա։ Սա է հարցը։ Ես Շարմազանովին ավելի շատ կուզեի Շարմազանովի այդ հարցին պատասխանել, քան թե ինչու է եկել Զելենսկին Հայաստան։ Զելենսկին Հայաստան եկել է, Զելենսկին Հայաստան եկել նույնիսկ ուշացումով, շատ ավելի շուտ պիտի գար, շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք հացահատիկը բերենք ոչ թե Ռուսաստանից, այլ Ուկրաինայից, շատ ավելի ճիշտ կլինի, եթե այսօր տեսնում ենք, չէ, ուկրաինացիները ռազմական տեխնիկայի առումով ինչ հաջողությունների են հասել։ Նույնիսկ տեսանք, չէ, Զելենսկին գնաց Բաքու, ինչ համաձայնագրեր կնքեց։ Իսկ ինչու մենք Բաքվից առաջ չպիտի ընկնեինք այդ հարցում։ Հայաստանն է ավելի ժողովրդավարական երկիր, թե Ադրբեջանն է ավելի ժողովրդավարական երկիր։ Եկեք այս կտրվածքով էլ հարցին նայենք։ Ու ի վերջո Ուկրաինայի վրա Ռուսաստանը ինչու հարձակվեց։ Ռուսաստանին տարածքներ էին պետք, աշխարհի 1/6 մասն ունի իբրև սեփական տարածք։ Ռուսաստանին պետք է, որ Ուկրաինայում լինի իր դրածոն, որ Ուկրաինան չլինի ժողովրդավարական երկիր, Ուկրաինան չլինի ինքնիշխան պետություն։ Այսինքն այն նույն հարցը, որ պարբերաբար դնում են եւ հունիսի 7-ի ընտրություններին էլ փորձելու են այստեղ այդ հարցը լուծել, որ Հայաստանը չլինի ինքնիշխան պետություն։ Այնպես որ Զելենսկու գալը շատ կարևոր էր, գերկարևոր էր մեզ համար։ Խոսենք նաև ՀՀԿ-ականների եւ Քոչարյանի այս հերակա բանավեճի մասին։ Սամվել Ֆարմանյանը մի գրառում է արել եւ ասել է, որ հունիսի 7-ին Նիկոլը հաղթելու է, ավելի ճիշտ ընդդիմությունն է պարտվելու, ինչպես 2021-ին, որովհետեւ Քոչարյանի հիվանդ ամբիցիաների ու քինախնդրության պատճառով չհամախմբվեցին Սամվել Կարապետյանի շուրջ ու չկարողացան ընտրությանը մասնակցել մեկ ճակատով եւ ամեն գնով հեռացնել Նիկոլին հաղթող նշանաբանով։ Եվ նաև նշել է Գյումրիի 2-ի մասին, նշել, որ ես չեմ կարող խաբել, գնացեք ընտրեք անցողիկ ընդդիմադիր ուժերից մեկին, որ անցնեն խորհրդարան ու Գյումրի 2 անեն Նիկոլին հեռացնեն։ Դուք հավատում եք այս հակասությանը եւ Գյումրի 2-ն էլ կարծեք ինքը թերահավատորեն է վերաբերվում։ Գիտեք, հաճելի է լսել, որ իրենք խոսում են իրենց պարտության մասին։ Իսկապես հաճելի է, որ այդքան բարձր գիտակցություն ունեն, նույնիսկ արդեն պարտության պատճառների մասին են խոսում։ Վերջ առաջ ես կարծում եմ, որ որևէ մեկը այդ ճամբարում Կրեմլի վկաների ճամբարում գտնվող որևէ ուժ իրավասու չի ինքը լուծել իր անելիքների կամ իր ծրագրերի հարցը։ Նրանք կատարում են հրաման։ Իսկ այդ հրամանը նրանց տրվում է Կրեմլից։ Ինչ կհրամայեն, նա էլ կլինի։ Ամենայն դեպս որևէ մեկը, եթե հայկական մենթալիտետը ուսումնասիրենք, չէր կարծում, չէր մտածի, որ Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին ձայն կտա, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Հայկական մենթալիտետին Գյումրիի պես քաղաքում դա անհասկանալի էր։ Խոսենք նաև Անդրանիկ Թևանյանի մի հայտարարության մասին, նա խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասել է, որ Ռուսաստանը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները։ Այսինքն, այս մարդիկ այնքան պետություն չեն ներկայացնում, որ խոսում են մեկ այլ երկրի, մեր երկրի ներքին հարցը։ Թող չճանաչի մինչև դարավերջ։ Ու ինչ է փոխվելու դրանից։ Չէ, ինչ է դրանից փոխվելու։ Գիտեք, իսկապես շատ հաճելի է ձեր այդ մեջբերումները լսել, որովհետև դե ֆակտո ընդդիմությունը կանխավ խոստովանում է իր պարտությունը։ Ընդդիմությունը արդեն իսկ հասկացել է իր ավելորդությունը Հայաստանի Հանրապետության թե քաղաքական կյանքում, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքում։
Հիմա դուք ինչ դուք կընդունեիք այն փաստը, որ հունիսի 7-ին այդ մարդիկ միլիարդատիրոջ համալրումով վերադառնային խորհրդարան եւ եւս 5 տարի մենք ամեն օր լսեինք գող, ավազակ, կապիտուլյանտ, հողատու, չգիտեմ ինչ, ու 5 տարի ջուրը գցեինք։ Դա ավելի ընդունելի է։ Եթե դա ավելի ընդունելի է, ինչ ասեմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք դասեր չի քաղել ոչ պարտություններից, ոչ հեղափոխությունից, ամենակարևորը, ոչ էլ իր անելիքն է հասկանում։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ շատ փոքր տոկոս են լինելու, շատ փոքր տոկոս են լինելու, եւ այդ փոքր տոկոսի ընտրության հարցում էլ ոչ թե ցանկությունը, գաղափարը, չգիտեմ, տեսակետն է իշխելու, այլ պարզապես շատ լավ գիտեք, օդից փող համակարգը ոնց է աշխատում նման մարդկանց դեպքում ընտրությունների ժամանակ, ընդհանրապես դա, որովհետեւ որևէ հայ 2020-ից հետո Արցախի հայաթափումից հետո որևէ հայ չի կարող գնալ հայ գենետիկ ծագումով էությամբ հայ չի կարող գնալ, ուղղակի չի կարող գնալ եւ համբուրել են ձեռքը, որը իրեն սպանել է։ Երեկվանից համացանցում պտտվում է Սամվել Կարապետյանի հերթական մի անհասկանալի անհեթեթ հայտարարությունը, որ այսպես մի 5 տարի էլ բաժանեն, վերջում էլ կմնա Լոռու մարզը, որովհետև մենք դա ոչ մեկին չենք տալու, պայքարելու ենք Լոռու մարզի համար։ Ինչու ոչ տաշիրի։ Շատ հետաքրքիր է։ Որ խոսում է, որ ինքը ուժեղ բանակցող կլինի եւ այլն, այս ճղճի մտածողությամբ մարդը ինչպես կարող է լինել ուժեղ բանակցող առհասարակ կամ ուժեղ մարդ։ Եկեք հասկանանք, իսկ ընդհանրապես ով է իր հետ բանակցելու։ Ով կոնկրետ ով է իր հետ բանակցելու։ Եվրոպայում գրեթե persona non grata է։ Եվրոպայից որևէ մեկը իր հետ չի բանակցի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից որևէ մեկը պիտի Սամվել Կարապետյանի հետ բանակցի, որպես ինչ։ Մարդը երրաքաղաքացին, որը Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չի ունեցել իր, ինչ ասեմ, միլիարդատիրոջ կյանքի վերջին տասնամյակներում ամենայն դեպս ինչ կապ ունի բանակցային գործընթացների հետ։ Մարդը, որը չի կարողանում անգամ հայերեն խոսել, ինչ լեզվով է բանակցելու։ Արհեստական բանականությունն է իր մտքերը, տեսակետները փոխանցելու։ Ես չգիտեմ, ով ինչ է մտածում, բայց ես խորապես համոզված եմ, որ նախ Սամվել Կարապետյանը երբևէ վարչապետի հավակնություններ ունենալ չի կարող ոչ միայն իրավականորեն բոլորը դրա պատճառները գիտեն։ Չի կարող ունենալ նաև իբրև քաղաքական հաղթանակետ ունենալու պարագայում, որը եւս ես բացառում եմ։ Եվ հավելենք նաև այն պատմությունը, որը նրա անվան հետ կապված է տարբեր երկրներում գույքի բռնագրավման, հենց օրինակ կոնկրետ օրինակ Ֆրանսիայում, տարբեր երկրների հետ փոխհարաբերությունների առումով ու վերջապես Ռուսաստանի Դաշնությունը միթե թույլ կտա, որ Հայաստանի Հանրապետությունից ինչ որ մեկը իր փոխարեն որևէ երկրի հետ բանակցի։ Տիկին Ադամյան, իր հայտարարությունները, եղբոր որդու հայտարարությունները, առհասարակ այդ թիմի հայտարարություններից այնպիսի տպավորություն է, որ կարծեք թե իր եղբայրը չի եղել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանում չեն եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տղրահրճակ տարիները, հա, իրենք սրբի կերպար հակած փորձում են ներկայացնել։ Այդպես հարմար է։ Այդպես հարմար է, իհարկե այդպես հարմար է, ամենայն դեպս Կարապետյանների ընտանիքի կապերը հայկական քաղաքական էլիտայի հետ հնարավոր չի որևէ կերպ թաքցնել։ Երբ այստեղ ինչ որ գյուղացի համբոյտունը պատկերավոր ասած կռիվ էր ընկնում, ով էր գալիս բարիշացնելու, մեղմ ասած։ Գագիկ Ծառուկյանի այդ սկանդալը հիշեք, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը հիշեք։ Իդեպ այդ ուժերը փորձում էին համախմբվել, չստացվեց։ Փորձում էին համախմբվել, չստացվեց, որովհետև ակնհայտորեն Մոսկվան այլևս իր վաղուց արդեն օգտագործած զենքերը չի ուզում նորից մետաղի ջարդոնի վերածված զենքերը չի ուզում նորից բերել։ Միևնույն է որևէ զենք, ինչպես Իսկանդերը, պատմամշակութային Իսկանդերը 2020-ին որևէ զենք այլևս չի կրակում ռուսական Հայաստանի Հանրապետությունում։
Այ դուք էլ ժողովրդի հետ հանդիպում եք, իրենք ինչ տպավորություն են ստանում, հա, մարդիկ, որոնք գոնե այդ տարիներին այստեղ ապրել են։ Սամվել Կարապետյանի եւ թիմի այս հայտարարություններից։ Ձեզ պիտի հիասթափեցնեմ բոլոր հանդիպումներում մենք խոսում ենք հանրապետություն կուսակցության մասին, բացարձակապես անհրաժեշտություն չի առաջանում անդրադառնալ այն խնդիրներին, որոնք փորձում են այդ ժողովրդի առաջ միջին վիճակագրական ընտրողի առաջ հարուցել խորհրդարանում։ Գուցե ես հիմա չգիտեմ ոնց կգնահատվի իմ այն ասածը, որ հիմա ձևակերպեմ, մեզ բոլորը ասում են, որ ձեր ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտություն է։ Մարդիկ իսկապես հոգնել են, իրենց բառերով ասած զզվել են ուղղակի այն խորհրդարանից, որը 5 տարի իրենց հրամցնում էր այդ գզորդոցը։ Մեզ պետք է բացարձակապես այլ ընդդիմություն, եթե Հայաստանի Հանրապետությունը ուզում է զարգանալ, որովհետև բոլոր այն խնդիրների համախումբը թե ներքին քաղաքականության մեջ, թե արտաքին քաղաքականության մեջ, սկսած տնտեսության զարգացումից, արտաքին քաղաքականությունից, տարածաշրջանի պետությունների հետ հարաբերություններից, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններից, տրիպով էլ վերջացրած, այդ բոլոր այդ համախումբը, որ մեր A5 ծրագիրն է, գերանհրաժեշտություն է, որպեսզի խորհրդարանում այդ տեսակետները պաշտպանվեն, որովհետև ես հասկանում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը 50+1 է հավաքելը ու դա, չգիտեմ, Վանգայի կանխատեսումը չի էլի, որ որևէ մեկի համար դա մեծ անակնկալ չի էլ լինելու, դա անցալվելու է իբրև իրերի բնական համենայն դեպս վիճակ, բայց ով է լինելու ընդդիմություն, այ հենց թեկուզ քաղաքացիական պայմանագրի հաջողության համար, քաղաքացիական պայմանագրին պետք է հակադրվի այնպիսի ընդդիմություն, որը ներկայացնում է երկրի տեսլականը քաղաքացիական պայմանագրի պատկերացումներից դուրս, իսկ որ մեր եւ քաղաքացիական պայմանագրի պատկերացումները համենայն դեպս թե արտաքին քաղաքականության, թե տնտեսության զարգացման առումով չեն համընկնում, նույնիսկ ինչ որտեղ հակադիր են, սա էլ ես կարծում եմ Պոլիշին էլի գաղտնիքը չի։ Ամենայն դեպս այն պարագան, որ տնտեսական հեղափոխությունը այդպես էլ իրականություն չդարձավ, նույնիսկ սաղմերը սաղմնային վիճակում մնաց, որևէ առարկություն քաղաքացիական պայմանագրից, եթե որևէ մեկը կարող է առարկություն ներկայացնել, սիրով կսպասեմ իր հետ հանդիպման։ Տնտեսական հեղափոխությունը ձախողած քաղաքացիական պայմանագրին պետք է մղել այդ տնտեսական հեղափոխությունը անելուն։ Մենք չենք կարող անվերջնահարության եւ սպասարկման ոլորտի վրա երկիր կառուցել, պաշտպանունակ երկիր, մարտունակ երկիր, զարգացող երկիր։ Իսկ մեր ծրագրերը հենց արդյունաբերության վերագործարկում է, ջրային ռեսուրսների կառավարում է, կառավարության կառուցվածք փոխել է, բյուջեի կառուցվածք փոխել է։ Մենք պնդում ենք, որ 10 տարում Հայաստանի Հանրապետությունը կարող է 80 միլիարդանոց բյուջե ունենալ, ու սա բարձր երազանք չի, էլի, որ պրագմատիկ ծրագիր է, որտեղ մենք այլևս չենք կարող տարածաշրջանում այսպես քայլ զարգանալ, մեզ թռիչքաձև զարգացում է պետք։ Համենայն դեպս ես ուզում եմ նաև մի փաստ հիշատակել, տեսեք, Ադրբեջանը հաղթեց, չէ՞, Ադրբեջանը 2020-ին իրենց բառապաշարը եթե օգտագործեմ, պատմական, դարակազմիկ, պատմական արդարության հաղթանակ տարան։ Իսկ ինչ վիճակում է այսօր Ադրբեջանի տնտեսությունը, որևէ մեկ այդ հարցը իրեն տվել է։ Ինչ վիճակում է այսօր Ադրբեջանի տնտեսությունը։ Մեզ իսկապես եզակի շանս է տրված Ադրբեջանի տնտեսության այս վիճակի պարագայում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը, ուժերի հավասարակշռության վերականգնումը, որովհետև խաղաղությունը, ռեալ խաղաղությունը, այդ միայն փաստաթղթերը չեն, ռեալ խաղաղությունը ուժերի հավասարակշռության վերականգնում է, ռեալ խաղաղությունը ժողովրդագրական պատկերի փոփոխությունն է։ Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ իսկապես, ու այդ պրոֆեսիոնալ բանակը ոչ թե պիտի պատրաստվի նախորդ պատերազմներում հաղթելուն, այլ 6-րդ սերնդի մարտավարությունն է, ՆԱՏՕ-ի բանակի մարտավարությունն է, ու ես շատ ուրախ եմ, որ այսօր նաև Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հույս ունեմ, որ համենայն դեպս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման, համագործակցության խորացման ոչ միայն առաքելությունների իրականացման մասնակցության շրջանակներում կմնա այդ համագործակցությունը, այլ այդ համագործակցությունը վաղ թե ուշ կվերածվի դոկտրինայի
դոկտրինայի վարդապետության ՆԱՏՕ-ի մարտարվեստի Հայաստանի Հանրապետության ազգային բանակ փոխադրման Հայաստանի Հանրապետության սպայակույտի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան դասընթացներ անցնելուն ու այդ չափանիշների համապատասխանությունը նաև զինատեսակների որոշակի համադրելիություն ապացուցելով վերջին հաշվով եթե այս ամեն ինչի մեջ այսքան խորացանք ինչքան պիտի Հայաստանի Հանրապետությունը մնա հապկում սա արդեն մի տեսակ դարձել է Դանիայի իշխան Համլետի լինել թե չլինելու հարցը լինել թե չլինել հապկում որն է հոգեպես ավելի ազնիվ ես կարծում եմ բոլորիս համար թե հոգեպես թե բարոյապես թե ռազմը բոլոր առումներով շատ ավելի ազնիվ է օր առաջ ժամ առաջ հապկից հեռանալը հակաօդային պաշտպանությունը փոխել է, որովհետև այս ամեն ինչը համախումբ է։ Տեսեք, հնարավոր չի, ասենք, մենք դնում ենք գումարներ, զարգացնում ենք առողջապահություն, մենք դնում ենք գումարներ, զարգացնում ենք կրթություն, իրար հետևից ոչ, ժամանակակից աշխարհում այդպես չի լինում։ Պետք է բոլոր գործընթացները զուգահեռ անես, եթե ուզում ես արդյունք ունենալ, համաժամանակյա գործողությունների պլան պիտի ունենաս, իսկ դա արդեն դառնում է թե ազգային գաղափարախոսության հենք դա արդեն դառնում է պետական ծրագիր։ Օրինակ մենք ունենք պետության զարգացման ծրագիր մինչև 2040-ը ու դա հեչ պատահաբար ընտրված ժամկետ չի։ Ու մենք վստահ ենք, որ ամենայն դեպս այդ 2040-ին հասնելուց մենք լինելու ենք իսկապես Եվրամիության անդամ։ Ու սա եւս պատրանքների կամ չգիտեմ երազանքների, լավագույն մտադրությունների, որով ինչպես Դանթեների ասում դժողքի ճանապարհներն են սալակված ման չի հայտարարություն չի բոլոր նախադրյալները կամ պարզապես պետք է անկախ մտածողություն, մտածողության փոփոխություն, մտքի հեղափոխությունը մեզ պետք մենք բոլոր հեղափոխությունները պատրաստ ենք անել, բայց ցավոք մենք շատ հապաղում ենք մտքի հեղափոխություն անելու մեջ, իսկ մտքի հեղափոխությունը գերանրաժությունը աշխարհի բոլոր կետերում ի վերջո բոլոր հեղափոխությունները մտքում են սկսվում, հետո են իրական ռեալ պոլիտիկ մտնում։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։